Երևան քաղաքի հավաքանու նախկին անդամ Աննա Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է հետևյալը. «Փամբակում խեղդված աղջիկների ծնողներին մեղադրելը ծայր աստիճան անմարդկային է: Մեզանից ոչ ոք 100%-ով չի կարողացել ու չի կարող վերահսկել նույնիսկ իր նորածին երեխային, ուր մնաց 7 ու 13 տարեկանին: Կներեք, բայց գոնե զուգարան գնացե՞լ եք: Չէ: Գիշերը քնել եք: Չէ, որ էդ ընթացքում ձեր նորածին երեխան եղել է առանց հսկողության: Իսկ շատ նորածիններ քնի մեջ փորի վրա շրջվելուց են խեղդվում: 13 տարեկանը մեծ մարդ է արդեն, չի կարող ծնողի փեշից կպած ապրել: Էդ տարիքում արդեն նորմալ է, որ միայնակ է գնացել դպրոց, պարապմունքի, փոքր քրոջն էլ ուղեկցում է: Բացարձակ ծնողը մեղադրելու տեղ չունի էստեղ: Ներողամիտ գտնվեք, որ ձեզ պես ի վիճակի չեն էրեխուն անձնական, վարձու մեքենայով տեղ հասցնել: Էդ ոնց եք ձեզ թույլ տալիս ծանր սոցիալական պայմաններում ապրող ծնողին մեղադրել, ով մինչ իր երեխան խեղդվում էր, օրվա դառը հացն էր վաստակում ֆիզիկական ծանր աշխատանքով: Մարդիկ իրենց կենցաղն ունեին: Վստահ եմ, ծնողը հստակ գիտեր, թե որ ժամին որտեղ է երեխան: Հաստատ նման մեղադրանք հնչեցնողներից շատերից էլ խելացի են եղել էդ երեխաները: Բայց դժբախտությունը նույնիսկ ամենաուշադիրների դուռն է թակում: Պետության մեղքն է էստեղ ահռելի: Մահաբեր խողովակը տասնամյակներով ջրում են թողել: Կարծիք հնչեց, որ միգուցե շներից են վախեցել երեխաները, որ կամուրջով չեն անցել գետը: Թափառող շներն էլ քաղաքային իշխանության անգործության արդյունքն են: Շունը մեղավոր չի էս ողբերգության մեջ: Իսկ մենք հավելենք, որ հունիսի 15-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչությունը հազանգեստացվել քաղաքացիների կողմից, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխան ընկել է Փամբակ գետը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Լոռու մարզային փրկարարական վարչության և Վանաձորի Հրշեջ փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարոնի բաժնի մեծ թվով համայնքային ոստիկաններ: Այս պահին էլ մեծ թվով քաղաքացիներ, փրկարարներ, պարեկներ ու համայնքային ոստիկաններ որոնողական աշխատանքներ են իրականացնում: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ երեխան մոտ 15 տարեկան աղջիկ է և կա ականատես, ով տեսել է, թե ինչպես է նա ընկնում գետը: Այս պահին իրավապահներն այդ քաղաքացու հետ աշխատանքներ են իրականացնում: Պարզում են նաև, թե մոտակա տներից կորած երեխա կա, թե ոչ: Գագիկ Շամշյանը 17-10-ի դրությամբ հայտնում էր, որ փրկարարները, պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են կորած երեխայի մայրիկին: Պարզվել է նաև, որ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ և հիմա երկուսն էլ չկան: Այս պահին ցավոք կարծես թե հաստատվում է այն տեղեկությունը, որ 2 հոգի են ընկել գետը: Լուսանկարները ներկայացնում է Գագիկ Շամշյանը: Հունիսի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեծ թվով հատուկ փրկարարներ և ջրասուզանը, կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի և ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի, Սպիտակի, Թումանյանի, Ստեփանավանի, Հրշեջ փրկարարական ջոկատների մեծ թվով Հրշեջ փրկարարներ, փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի, ինչպես նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները շարունակում են Փամբակ գետում երեկվանից որոնվող 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հնփայկի ջրասուզակը առավոտյան 8-ից սկսել է գետում որոնողական աշխատանքները: Սակայն գետը բավականին վարար է: Իսկ մեծ թվով քաղաքացիներ, փրկարարներ, պարեկներ ու համայնքային ոստիկաններ, Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները գետի ողջ երկայնքով գրեթե 40 մետր երկարությամբ շարունակում են որոնողական աշխատանքները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, դեպքի փաստով ոստիկանության տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Եվ արդեն դեպքի վայր են ժամանել վարչության պետ Էդվարդ Կարապետյանը, վարչության պետի տեղակալ Արման Կիրակոսյանը եւ երկու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ։ Այս պահին որոնողական աշխատանքների վայր են ժամանել Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության, համայնքային ոստիկանության, գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ Խորեն Բարխոյանն ու Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Մեզ մնում է հավելել, որ մինչև աշխատանքների ավարտը 3 երեխաների որոնողական աշխատանքներին առաջին իսկ պահից միացել էին նաև մեծ թվով քաղաքացիներ։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության բարեկային ծառայության, Լոռու մարզի գումարտակի 30-ից ավելի պարեկներ, գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մեհեր Խալացյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սոքիասյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի 20-ից ավելի համայնքային ոստիկաններ, բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանի գլխավորությամբ։ Լոռու մարզպետ Արմեն Մկրտչյանի հանձնարարականով մարզպետարանի մեծ թվով աշխատակիցներ նույնպես միացել էին որոնողական աշխատանքներին, ինչպես նաև Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կարգադրությամբ քաղաքապետարանի մեծ թվով աշխատակիցներ։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Իսկ մենք հավելենք նաև, որ ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջրասուզակները, որոնց հետ են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության ենթակա հրշեջ փրկարարական ջոկատների հրշեջ փրկարարները, որոնց աշխատանքը տեղում ղեկավարում է Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, ժամը 21:50-ի սահմաններում մթության պատճառով դադարեցրել են որոնողափրկարարական աշխատանքները, որոնք վերսկսվել են այսօր, հունիսի 16-ին ժամը 8:00-ից։ Հարազատ քույրերի անգամ հագուստները չեն գտնում, ինչ է պատմում աղջիկների մորաքույրը։ Փամբակ գետն ընկած երեխաներից մեկը 7 տարեկան է, անունը Նար է, մյուսը Նարինեն է, 13 տարեկան։ Հարազատ քույրերին ամեն օր մայրը ուղեկցում էր Օրան խնամքի կենտրոն։ Երեխաների մորաքույրը Գայանե Խաչատրյանը ABC մեդիային պատմել է, որ նրանց մայրը նոր աշխատանք է գտել։ 3 առաջին աշխատանքային օրն է եղել, չի ուզել բացակայի, երեխաները մենակ են գնացել, այնտեղ դասապատրաստում էին անում, ժամը 2-ից 6-ը մնում, հետո գալիս տուն։ Մենք իմացանք, որ երեխաները Օրան չեն հասել, սկսեցինք հետաքրքրվել ու սենց, պատմում է երեխաների մորաքույրը։ Այս պահին միակ վարկածն այն է, որ երեխաները փորձել են կրճատել ճանապարհն ու գետի միջով անցնող խողովակով հատել գետը, ինչն էլ չի հաջողվել։ Փրկարարները երեկվանից անգամ հագուստ չեն գտնում, ըստ փրկարարներից մեկի խողովակից ընկած մինչև Ալավերդիի հատված որոնողական ակտիվ աշխատանքներ են տանում։ Վանաձորում են ապրում միայնակ մայրն ու 5 անչափահաս երեխաները։ Օրան կենտրոնի ղեկավարը հայտնել է, որ առաջինը ավագ քույրն է նկատել, որ մյուս 2 քույրերը չկան, ապա ծնողի ինքնազգացողությունը վատացել է, շտապ օգնություն են կանչել, դիմել են ոստիկանություն։ Վանաձորի բնակիչներից մեկը պատմում է, որ խողովակի վրայով անցնելիս փոքր քույրն ընկել է գետը, մյուսն էլ փորձել է օգնել, ինքն էլ է ընկել։